Ողջույն սերի ֆուտբոլասեր ընկերներ, AFL YouTube-յան ալիքի եթերում շարունակվում են հանդիպումները եւ հիմա արդեն խաղային օրվա առաջին հանդիպանը միազդեմ կմրցեն Եվրոպա լիգայի շրջանակներում կիսա եզրափակիչի առաջին խաղում Բետիսը եւ Մայնցը թիմերը արդեն խաղադաշտում են ողջունեցին միմյանց շափազանց կարեւոր հանդիպում է իսկապես սա թիմերի համար, քանի որ այստեղ արդեն թիմերը սխալվելու տարբերակներ չունեն։ Եկեք ծանոթանանք մրցող թիմերի մեկնարկային կազմերին, սկսենք Մայնցից, դարպասը պաշտպանում է Տիգրան Ավագյանը համար 33, Էրիկ Ներսիսյան համար 4, Եղամ Սարգսյան համար 7, Հայկ Մկրտչյան համար 8, Դավիթ Բերիխանյան համար 10, Նարեկ Սարգսյան համար 11, Դավիթ Գևորգյան համար 16, կա մրցավարի Սուլիչը, Մուսախանյանը այստեղ գնդակը հանձնում է Մայնցի ֆուտբոլիստերին, հանդիպումն էլ մեկնարկած է։ Ռաֆայել Գյուրեղյան համար 17, Վարդան Հովհաննիսյան համար 22։ Հիմա Հովհաննիսյանն է գնդակով, այստեղ չանցավ փոխանցումը։ Ու Բետիսի գրոյին ականատես լինենք, որից հետո կծանոթացնեմ նաև նրանց կազմը Մուսախանյանն է հարված կատարում դարպասի ուղղությամբ, բայց բարձր ստացվեց։ Եվ այսպես Ռեալ Բետիս դարպասը պաշտպանում է Արմեն Մարգարյանը համար 1, Հայկ Դիլանյան համար 3, Սուրեն Հայրապետյան համար 5, Արսեն Գյուլամբարյան համար 6, Դավիթ Մուսախանյան համար 7, նա թիմի ավագն է, Ալիկ Բաղդասարյան համար 8, Գորգ Գևորգյան համար 9, Վարդան Պետրոսյան համար 11, Վանիկ Պետրոսյան համար 17, Գևորգ Բատալյան համար 87 եւ Անդրանիկ Ադամյան համար 99։ Դիլանյանն է գնդակով, այո, այս հանդիպումը իսկապես երկու թիմերի համար էլ մեծ նշանակություն ունի, թիմերը բավական բարդ ճանապարհ են անցել մինչև կիսա եզրափակիչ հասնելը եւ Հայրապետյանի հարվածն ենք տեսնում ու այստեղ գնդակը միայն հրաշքով չհայտնվեց Մայնցի դարպասում, շատ ակտիվ է մեկնարկել հանդիպումը Բետիսը, բայց առայժմ իրենց հնարավորություններից չօգտվեցին թե Հայրապետյանը, թե Մուսախանյանը ու հիմա հարված կլինի արդեն Մայնցի դարպասից։ Այո, դիմակայությունը բաղկացած կլինի երկու հանդիպումից եւ միայն այդ երկու հանդիպումների արդյունքում պարզ կդառնա եզրափակիչ դուրս եկող թիմի անունը, մյուս կիսա եզրափակիչը Եվրոպա լիգայի շրջանակներում ձևակերպել են Այաքսը եւ Նապոլին, կրկին շատ համառ պայքար է ընթանելու այդ դիմակայությունում, բայց իհարկե որ թիմերն են, որ նվաճեն եզրափակիչի ուղեգիր, այստեղ Պետրոսյանի փայլուն փոխանցումը տեսանք, բայց Հայրապետյանի հարվածը ուժեղ չստացվեց այնքան, որ գնդակը հայտնվեր դարպասում ու դարպասապահ վերցրեց գնդակը, հիմա Պետրոսյանը կրկին խլում է գնդակը մրցակցից, կա փոխանցումը եւ այստեղ հեռացեցին Մայնցի պաշտպանները գնդակը անկյունային կտեսնեք Ռեալ Բետիսի կատարմամբ իսկապես բավական մեծ տեմպ է տվել Բետիսը հենց հանդիպան մեկնարկում մրցակցի դարպասի ուղղությամբ ու հիմա տեսնենք այս անկյունայինի խաղարկումը ինչ կբերի Բետիսին Մուսախանյանն է գնդակի մոտ թիմի կարևոր ու առանցքային ֆուտբոլիստերից մեկը թիմի գոլահարներից մեկը այսպես ասենք իսկապես շատ բարդ իրավիճակներում կարողանում է խնդիր լուծել Մուսախանյանը, հիմա կար փոխանցումը, բայց հեռացեց դարպասապահ երկրորդ տեմպով կընթանա Բետիսի գրոհ եւս մեկ փոխանցում եւ այստեղ հարված տեսանք կրկին դարպասի ուղղությամբ, բայց տվյալ դրվագում էլ Բաղդասարյանի կատարած հարվածը շեղությամբ ընթացավ Ներսիսյան ուղարկեց գնդակը Ներսիսյանը դեպի Սարգսյանը, բայց այստեղ Բետիսի ֆուտբոլիստից գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու արագորեն Մայնցը խաղարկել է գնդակը, հիմա էլ այստեղ Դիլանյանը ֆանտաստիկ պաշտպանվեց հեռացնելով գնդակը, չնայած այն կլինի Մայնցի ֆուտբոլիստների մոտ, եզից հետո կկատարեն Մայնցի ֆուտբոլիստները։ Վտանգավոր գրոհ է, կա փոխանցում եւ այստեղ Դիլանյանը կրկին հասրեց փագել գնդակի ճանապարհը ու գնդակն էլ հենց Մայնցի ֆուտբոլիստից դուրս եկավ դաշտի սահմաններից հարված կլինի այո Արմեն Մարգարյանի պաշտպանած դարպասից Ադամյանն է արագորեն խաղարկում գնդակը Բաղդասարյանի հետ Գևորգյան կրկին Ադամյան շատ լավ փոխանցում կատարեց Ադամյանը դեպի Բաղդասարյանը վերջինս էլ շարժվում է գնդակով առաջ, Բաղդասարյանը տեսնենք ինչ որոշում կայացնի, հայտնվեց մի քանի մրցակցի շրջափակման մեջ եւ ընտրեց ամենահնարամիտ տարբերակը հետ փոխանցում դեպի Ադամյանը, Հայրապետյան հերու թողեց այստեղ մի փոքր Սուրեն Հայրապետյան ու հետո էլ ստիպված եղավ խախտել խաղի կանոնները
Ստանդարտ իրացնել Mainz-ի ֆուտբոլիստները արագորեն այստեղ խաղարկեց գնդակը Հայկ Մկրտչյանը խաղընկերոջ հետ կրկին նայ գնդակով եւ անկյունային արվածի հնարավորություն են վաստակում Mainz-ի ֆուտբոլիստները, այո, գնդակը պաշտպանից դուրս եկավ Բետիսի խաղադաշտից ու տեսնենք այս անկյունայինի խաղարկումը հիմա ինչ կփորձի տալ Mainz-ին Նարեկ Սարգսյանն է գնդակի մոտ Արագորեն խաղարկում է գնդակը Ներսեսյանի հետ կա փոխանցումը, բայց այստեղ չեզոքացրին վտանգը Բետիսի ֆուտբոլիստները ու հետո էլ արագորեն կորցրին գնդակի հիմա էլ Բետիսն է խլում Մուսախանյան միայնակ է դուրս գալիս դարպասապահի դիմաց Դավիթ Մուսախանյանը ու բացում այս դիմակայության հաշիվը 1-0 Դավիթ Մուսախանյան 1-0 իսկապես շատ արագ հակագրող կարողացավ կազմակերպել Բետիսը, իսկ Պետրոսյանի փոխանցումից հետո իհարկե Մուսախանյանը զարգացեց արագություն, ինքը իր համար ստեղծեց հարվածային դիրքը, իսկ Մուսախանյանին նմանատիպ տարածություններում հարվածի հնարավորություն տալը հա տեսեք թե ինչ է հանգեցնում, պարզապես շատ հաջող գործեց, այստեղ հիմա պատասխան գրոյին ականատես եղանք Mainz-ի, բայց Մարկայանը տեղում էր Պետրոսյան Շատ լավ կարողացավ այստեղ ազատվել գնդակից Վարդան Պետրոսյանը, Հայրապետյան կրկին գրովում է Բետիսը, Սուրեն Հայրապետյան, տեսնենք ինչ որոշում կայացնի Հայրապետյանը, ձախ եզով կատարեց փոխանցում ձախ եզրից, բայց այստեղ պաշտպանը փակեց գնդակի ճանապարհը ու կտեսնենք եւս մեկ անկյունային Մուսախանյանն է կրկին գնդակի մոտ եւս մեկ փոխանցում ենք տեսնում ու այստեղ Պերիխանյանը հաստրեց հեռացնել Անդրանիկ Ադամյան գուցե հերվից փորձի Ադամյանը փոխանցում ստացվեց դեպի Պետրոսյանի ուղղությամբ Բաղդասարյան փոխանցում բայց այստեղ փակեցին Mainz-ի ֆուտբոլիստները գնդակի ճանապարհը ու այն ստիպված եղան պարզապես ուժեղ հարվածով հեռացնել եզրից կնետի կրկին Բետիսը Այո, իսկապես Բետիսը 100 եզրափակիչում ուժեղ գտնվեց մրցակից Արսենալից Երկու խաղերում էլ կարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ նույնը ասենք Mainz-ի մասին իսկապես այստեղ սխալվում է Վարդանյանն ու Պերիխանյանը հավասարեցնում է հանդիպան հաշիվը 1-1 Պերիխանյան 1-1 այո այստեղ թեյացան պաշտպանությունում Բետիսի ֆուտբոլիստները այո վերջին պահին էլ մի փոքր դանդաղեց դարպասապահ Մարկարյանը իսկ Պերիխանյանը իրեն ընձեռնված հնարավորությունից օգտվեց հավասարեցնելով հանդիպան հաշիվը 1-1 հիմա արդեն թիմերը սկսում են կրկին հավասար պայմաններում խոսում է այո Mainz-ի 100 եզրափակիչը հաղթահարելու մասին եւ Հենց այդ պայն Պերիխանյանը հավասարեցեց հանդիպան հաշիվը, եկեք շարունակենք այդ մասին, Mainz-ն կարողացավ ուժեղ գտնվել Պալերմոից ու դուրս գալ կիսաեզրափակիչ Մուսախանյան դուբլ 2-1 Բետիսը նորից առաջ է անցնում հաշվի մեջ։ Գոլարած 1 տար ունեցանք այո առաջին 10 րոպեների ընթացքում արդեն ունեն 3 խփված գնդակ Դավիթ Մուսախանյանը դուբլ գրանցեց այս հարվածով իր անվան դիմաց առայժմ եւ իսկապես շատ հաջող մրցաշրջան է անցկացնում Բետիսի ավակը պարզապես խոսքեր իհարկե չկան այլ բանի մասին ասելու Մուսախանյանի մասին ուղղակի տալ նրան հարվածային հնարավորություն պետք չէ։ Հիմա գրովում է Mainz-ը, կա փոխանցում այստեղ Դիլանյանը փակեց գնդակի ճանապարհը Ներսեսյանն էլ ավելացեց, բայց այս անգամ Մարկարյանը տեղում էր, իսկ Հայրապետյանը այստեղ ուժեղ հարվածով հեռացեց գնդակը առաջ, եզրային նետում իրականացնի Mainz-ը։ Ներսեսյանն է եզրից նետում Գևորգյանի ուղղությամբ, բայց այստեղ պարզ իրավիճակում սխալվեցին Mainz-ի ֆուտբոլիստները, Մուսախանյանն էլ արագ գնդակը մտցրեց հաղ մեջ, Սուրեն Հայրապետյան, Գևորգյանին է ուղարկում գնդակը եւ հետ փոխանցում տեսանք այստեղ Դիլանյանի ուղղությամբ, իսկ Դիլանյանի կատարած փոխանցումը պարզապես ուժեղ ստացվեց։
Գլորում են գնդակը Mainz-ի ֆուտբոլիստների պաշտպանությունում Սարգսյան դեպի առաջ փորձեց ուղարկել գնդակը Բագեց գնդակի ճանապարհը Բաղդասարյանը ու հիմա արդեն հարված կլինի Mainz-ի դարպասից Կրկին Վարդան Պետրոսյանն է այստեղ փորձում խլում կատարել, բայց այս անգամ չստացվեց, բայց Mainz-ի կատարած փոխանցումներն էլ Պետրոսյանի շանս են այս դրվագում Այնուամենայնիվ գնդակը կմնա Mainz-ի մոտ Ներսեսյան դեպի առաջ փոխանցում ենք տեսնում այստեղ ավելացեց Հովհաննիսյանը գնդակին կրկին Հովհաննիսյանն գնդակով շատ լավ նկատեց Սարգսյանի առաջ խաղացումը բայց Անդրանիկ Ադամյանը այստեղ ֆանտաստիկ է պաշտպանվում իհարկե թույլ չտալով մրցակցին շարժվել առաջ հիմա հեռացեցին գնդակը Պետիսի ֆուտբոլիստները բայց իհարկե գրող սկսել չստացվեց այստեղ արված կլինի Ավագյանի դարպասից Ներսեսյան, այո, Mainz-ը հիմա փորձում է որևէ բան ձեռնարկել այս վերջին մի քանի րոպեի ընթացքում, բաց թողած երկրորդ գնդակից հետո, իհարկե մոտենում է, փորձում է գրողներ կազմակերպել Բետիսի դարպասի ուղղությամբ, բայց առայժմ զիջում է հաշվի մեջ, իհարկե հեշտ չէ Բետիսին ոչնչից գոլ հեղինակել Բետիսի դարպասին Պերիխանյան կարայո այստեղ խաղի կանոնների խախտում Դավիթ Պերիխանյանի նկատմամբ ու սուլեց մրցավարը նշանակելով տուգանային հարված հենց Պերիխանյանն էլ կիրասնի բավական հեռու է տարածությունը բայց իհարկե Պերիխանյանը նմանատիպ իրավիճակներից մեկ անգամ չէ որ կարողացել է աչքի ընկնել հիմա պատ են կազմել Մուսախանյանն ու Հայրապետյանը կա մրցավարի սուլիչը Դավիթ Պերիխանյան խաղարկեց այստեղ գնդակը Մկրչյանի հետ փոխանցում ու այստեղ Դիլանյանն է նորից լավ գործում փակելով գնդակի ճանապարհը եւ հեռացնում է այն դաշտի սահմաններից դուրս Ներսեսյան կա փոխանցումը Չկար այստեղ որևէ խաղի կանոնների խախտում եւ Սուրեն Հայրապետյանը կրկին շարժվում է առաջ թողեց գնդակ այստեղ Հայրապետյանը Մուսախանյանին այո չկար տարբերակներ Մուսախանյան դեպի առաջ փոխանցում տեսանք բայց այստեղ հարված է ստացվել Մուսախանյանի կատարմամբ եւ եթե հիմա գնդակը հայտնվեր դարպասում ապա բավական գեղեցիկ ու շքեղ գոլ կգրանցեր եւս մեկ անգամ իր անվան դիմաց Մուսախանյանը բայց գնդակը շեղությամբ ընթացավ Ներսեսյան Կրկին Mainz-ի ֆուտբոլիստները փորձում են սկսել խորքից իրենց հերթական գրոհը Գևորգյանն է գնդակով Կրկին Ներսեսյան անցել են գրոհի աջ շեզով Mainz-ի ֆուտբոլիստները Գյուրեղյանն է այստեղ ստացել գնդակը Հովհաննիսյան բայց այստեղ Ադամյանը Խաղի կանոնների սահմաններում խլեց գնդակը մրցակցից եւ հիմա Սուրեն Հայրապետյանը սկսում է Բետիսի հերթական գրով, բայց այստեղ կարայու խաղի կանոնների խախտում Հայրապետյանի նկատմամբ նույնիսկ չեն էլ վիճում Mainz-ի ֆուտբոլիստները մրցավարի կայացրած որոշման հետ ակնհայտ է խաղի կանոնների խախտումը այստեղ ու հիմա ստանդարտ կիրասնի Բետիսը հերու է տարածությունը բավականաչափ, բայց գնդակի մոտ է Անդրանիկ Ադամյանը, ով հենց նմանատիպ իրավիճակների համար է նման հերու տարածություններից Ադամյանի հարվածները իսկապես լավ են ստացվում, տեսնենք այս անգամ ինչպես կստացվի կա մրցավարի սուլիչը Անդրանիկ Ադամյան, հարված Ադամյան ինչի մասի խոսում ենք 3-1 ֆանտաստիկ գոլի հեղինակ է դառնում Անդրանիկ Ադամյանը կրկնապատկելով Բետիսի առավելությունը Այո, իսկապես շատ ֆանտաստիկ կերպով իրացեց հարվածը Ադամյանը ու շատ շքեղ գոլի հեղինակ կարողացավ դառնալ իր թիմի կազմում։ Հիմա 3-1 արդեն Mainz-ը շատ ծանր իրավիճակում է հայտնվում։ Ադամյանն է կրկին այստեղ պաշտպանությունում լավ գործում հեռացնելով գնդակը, իհարկե Ադամյանին կարող են տեսնել ամենուր, տեսեք, նա հանդիսանում է նոմինալ պաշտպան խաղադաշտում, բայց որ տարածությունից նմանատիպ դիրքերից Ադամյանը իհարկե ինչպիսի հեռահար տարածություններից է դառնում գոլի հեղինակ եւ սա իհարկե կրկնում եմ
մեկ անգամ չի, որ մենք տեսել ենք Բետիսի 99 համարի գործողություններում։ Հիմա կար այստեղ խաղի կանոնների խախտում Mainz-ի ֆուտբոլիստի նկատմամբ ու տեսնենք հիմա Mainz-ը ինչպես կիրացնի այս ստանդարտը։ Հիմա մոտ է Mainz-ի համար տարածությունը դարպասը գրավելու համար 3 ֆուտբոլիստ է միանգամից Բետիսի կազմում պատկազմել կա մրցավարի սուլիչը Սարգսյանն է հարվածում, բայց բարձր է ստացվում այստեղ Գեգամ Սարգսյանի կատարած հարված ու հարված կլինի արդեն Արմեն Մարկարյանի պաշտպանած դարպասից Ադամյան դեպի Դիլանյանը փոխանցում կատարեց Մարկարյանն է ստանում գնդակը կրկին Ադամյան Խորքից շատ լավ նկատեց Մուսախանյանին ձախ եզրում, բայց այստեղ չհասցրեց հաջող կասեցում կատարել Բետիսի ավակը Հիմա էլ Վանիկ Պետրոսյանն է կարողանում խլել գնդակը քիչ առաջ Պետրոսյանը մտավ խաղադաշտ փոխարինելով Սուրեն Հայրապետյանին ու հիմա տեսնենք որպես թարմուշ Վանիկ Պետրոսյանը ինչ կփորձի անել իր թիմի կազմում հիմա հարված կլինի կրկին Բետիսի դարպասից Բաղդասարյան ուղարկեց գնդակը Գևորգյանին կրկին Բաղդասարյանն է ստանում գնդակը նկատեց Վարդան Պետրոսյանին առջևում Գևորգյան կրկին Պետրոսյանին էլ ուղված այս փոխանցումը բայց մի փոքր ուժեղ ստացվեց Գևորգյանի կատարած փոխանցումը ու հարված կլինի հիմա այլ Ավակյանի պաշտպանած դարպասից Դավիթ Վերիխանյան դեպի Մկրտչյանը փոխանցում տեսանք, բայց այստեղ Վանիկ Պետրոսյանն է խլում գնդակ ու զարգացնում արագություն, հիմա Վերիխանյան դիմավորեց Պետրոսյանին այդպես պատճառով արգելակեց Վանիկ Պետրոսյանը, Գևորգյան, Դիլանյան դեպի առաջ փոխանցում տեսանք, բայց այստեղ բավական ուժեղ ստացվեց փոխանցումը ու Mainz-ը սկսում է խորքից անաջող այս փոխանցումը պարզապես Բաղդասարյանը հասցրեց փոխանցում կատարել ու հիմա տեսնենք այս գրոհ ինչի կվերացի Բետիսը Վարդան Պետրոսյան հիմա ձախ եզրում է հայտնվել Պետրոսյանը, բայց Ներսեսյանը հասցրեց գնդակը հեռացնել Պետրոսյանի ոտքերի տակից եզրային նետում կատարեց Պետրոսյանը, Վանիկ Պետրոսյան լավ էր նկատել Բաղդասարյանի առաջ խաղացումը Պետրոսյանը, բայց այստեղ դարպասապը հեռացեց գնդակը Ադամյանն է ստանում հիմա պաշտպանությունում գնդակը եւ այն ուղարկում դարպասապա Մարկարյանի ուղղությամբ Մուսախանյան շատ լավ նկատեց Դավիթ Մուսախանյանի դարպասապը կա փոխանցումը, բայց այստեղ կրկին հեռացնում են Mainz-ի պաշտպանները գնդակ ու տեսնենք անկյունային հարված Բաղդասարյանը կիրացնի անկյունայինը փոխանցում բարձրից գնդակը հասավ այստեղ Մուսախանյանին անցումը ստացվեց Մուսախանյանի Դավիթ Մուսախանյան հետ փոխանցում դեպի Դիլանյանը կրկին Մուսախանյան նկատեց Վանիկ Պետրոսյանին, բայց այստեղ կորցրեց գնդակը Պետրոսյանը ու Մկրտչյանը միայնակ է դուրս գալիս Մարկարյանի դիմաց Մկրտչյան ուշացրեց հարվածի հնարավորությունը Մկրտչյանը ու կորցրեց այստեղ գնդակը այո հիմա 11 մետրից հարված է պահանջում Մկրտչյանը, բայց մրցավարը հստակ է իր որոշման մեջ Գևորգյան կորցնում է հիմա էլ գնդակը Գևորգյանը Գեգամ Սարգսյանն է շարժվում առաջ հարված դարպասի ուղղությամբ Մարկարյանը ֆիքսեց գնդակի իսկ հիմա Մկրտչյանը կրճատում է հաշվի տարբերությունը 3-2 Հայկ Մկրտչյան 3-2 այո Mainz-ը ամենակարևոր խնդիրներից մեկը 3-1 հաշվի պարագայում լուծեց, մինչ ընդմիջման գնալը կարողացավ 1 գնդակ ետ բերել, բայց իհարկե դեռ կա առաջի խաղակեսին 5 րոպե խաղաժամանակ, հիմնական ժամանակին եւ դա չափանիշ չէ իհարկե Բետիսի դեմ խաղերում Վանիկ Պետրոսյան ուղարկեց գնդակը Բաղդասարյանի ուղղությամբ, կրկին Պետրոսյանն է ստանում գնդակը
ու այդ փոխանցում ենք տեսնում դեպի Անդրանիկ Ադամյանը, վերջինս այդ գրողը տեղափոխում է դեպի ձախ, Դիլանյան հերո թողեց մի փոքր այստեղ գնդակը, բայց հասավ գնդակին Դիլանյանը, շատ լավ նկատեց Սուրեն Այրապետյանին, կրկին կավ Վանիկ Պետրոսյանի տարբերակը, բայց այստեղ դեպի Մուսախանյանը փոխանցում տեսանք Վարդան Պետրոսյան, Մուսախանյան հարված ու էտրիկ է գրանցում Մուսախանյանը 4-2 արդեն երկրորդ անգամ այս խաղում Բետիսը կրկնապատկում է իր առավելությունը։ Իսկապես գեղեցիկ գոլերի են այսօր ականատես լինում մեկը մյուսից, պարզապես հիմա էլ Մուսախանյանի հարվածը շատ գեղեցիկ ստացվեց ու հիմա արդեն Mainz-ը կրկին պետք է փորձի կրճատել հաշվի տարբերությունը, հիմա խլում է Վանիկ Պետրոսյանը գնդակը մրցակցի ձախ եզրուն շարժվում է առաջ, բայց այստեղ հարված կլինի Mainz-ի դարպասից, այո, վերջինս գնդակը դիպել էր Վանիկ Պետրոսյանին։ Ներսեսյան ուժեղ փոխանցում ենք տեսնում դեպի Հայկ Մկրտչյանը Սարգսյան, բայց այստեղ չգնաց Մկրտչյանը այս փոխանցման հետևից ու գնդակն էլ դուրս եկավ դաշտի սահմաններից։ Դիլանյան Հայրապետյանին է ուղարկում գնդակը, այո, առաջին խաղակեսին բավական քիչ խաղաժամանակ է արդեն մնացել։ Ու հիմա այս առավելությունը միայն ու միայն ձեռնտու է իհարկե Բետիսի ֆուտբոլիստերին գնալ ընդմիջման 2 գնդակի առավելությամբ։ Բադասարյանը այստեղ փոխանցումը չհասավ Դիլանյանին, Մկրտչյան պետք է եւս մեկ անգամ կրճատել հաշվի տարբերությունը, բայց Մկրտչյանի կատարած հարվածից հետո ֆանտաստիկ գործեց այս դրվագում Բետիսի դարպասապահ Արմեն Մարկարյանը հեռացնելով գնդակը ու հիմա հնարավորություն տալով Բետիսին եւս մեկ գրող սկսելու, բայց այստեղ Վարդան Պետրոսյանի փոխանցումը մի փոքր այլ ուղղությամբ ստացվեց, իսկ որքան էլ որ զարգացեց արագություն Վանիկ Պետրոսյանը չհասավ այս գնդակին։ Հարված կլինի կրկին Բետիսի դարպասից։ Իհարկե Ադամյանի կատարած հարվածը հիշեցրեց նաև նրան խփած գնդակին, որը մենք տեսանք Արսենալի դիմակայությունում կրկին Տուգանային հարվածից շատ նման գնդակ խփվեց։ Հիմա էլ Վանիկ Պետրոսյանն է առաջ շարժվում ու ինչ է այստեղ նշանակում մրցավարը, արդյոք 11-6-ից հարված էր, թե Տուգանային հարված, դժվարանում եմ պատասխանել ինչ Տուգանային հրապարակ մտնել տեղի ունեցավ խաղի կանոնների խախտումը, թե ոչ, այդ պատճառով մրցավարը կդիտի հիմա կրկնապատկերը իր որոշումը հստակեցնելու համար։ Դիտեց մրցավարը կրկնապատկերը, այո, եւ 11-6 հարված նշանակված չէ, բայց փոխարենը կար խաղի կանոնների խախտում Պետրոսյանի դեմ պայքարում։ Այո, միշտ Տուգանային հրապարակ մտնելը տեղի ունեցավ խախտումը եւ հիմա ստանդարտ բավական վտանգավոր դիրքում կիրասնի Բետիսը Վարդան Պետրոսյանն հիմա էլ տեղադրում գնդակը, իհարկե այս անգամ ավելի հարմար է ձախ ոտքով ֆուտբոլիստի հարված կատարելու, այդ իսկ պատճառով կարծում եմ հիմա Ադամյանը գնդակի մոտ չէ, բայց Ադամյանը իհարկե սիրում է հեռու տարածություններից դարպասը գրավել, հիմա Վարդան Պետրոսյանի հարվածը տեսնենք, կա մրցավարի սուրիչը, Վարդան Պետրոսյան հարված պատկասված ֆուտբոլիստները իրենց վրա ընդունեցին գնդակը, Մկրտչյան հիմա արդեն Mainz-ը կփորձի հասնել գրոյի, բայց այստեղ վերադասավորվեցին արագորեն Բետիսի ֆուտբոլիստները։ Սարգսյանն էլ գնդակ ուղարկում է կրկին Մկրտչյանի ուղղությամբ, Մկրտչյան մաքուր խլում կարողացավ կատարել, տեսնենք այս գրոն ինչ կբերի Mainz-ին, Մկրտչյան հարված Մարկարյանը հեռացնում է Պերիխանյանին էլ չհասավ այստեղ գնդակը ու առաջին խաղակեսը ավարտվում է հենց այստեղ կարճատև դադար, որից հետո կշարունակենք։ Սիրելի ֆուտբոլիստներն մեկնարկում է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ հանդիպման դիմակայության առաջին հանդիպան երկրորդ խաղակեսը, որտեղ մրցում են միմյանց դեմ Mainz ու Real Betis-ը, առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը 4-2 է, բավական գոլառատ առաջի խաղակես ունեցանք։ Նախ նշեմ ովքեր աչքի ընկան խաղադաշտում, Betis-ի կազմում հետրիկ գրանցեց իր անվան դիմաց Դավիթ Մուսախանյանը, մեկ անգամ էլ գեղեցիկ գոլով Տուգանայինից աչքի ընկավ Անդրանիկ Ադամյանը, իսկ Mainz-ի գոլերը հեղինակեցին Դավիթ Պերիխանյանն ու Հայկ Մկրտչյանը։ Հիմա արդեն տեսնենք երկրորդ խաղակեսում արդեն թիմերը ինչպիսի ֆուտբոլ կմատուցեն մեզ, նախ առաջինը Mainz-ը ինչ կփորձի անել իհարկե հաշվի
Ավասարությունը վերականգնելու համար առաջնայինը Վանիկ Պետրոսյան լավ գրոյի տեղափոխությունը դեպի Վարդան Պետրոսյանը ցածից դեպի մրցակցի Տուգանային հրապարակ ուղարկեց գնդակը Վարդան Պետրոսյանը, բայց այստեղ Մանցի պաշտպանները լավ էին վերադասավորված, հիմա էլ Ներսիսյանը ուժեղ հարվածով գնդակ ուղարկում է առաջ, բայց Ադամյանը այստեղ իրադրության տերն էր, հիմա չկար խաղի կանոնների խախտում, բայց Վարդան Պետրոսյանը փոխարինեց Ադամյանին ու գնդակը հեռացեց դաշտի սահմաններից։ Եկեք եւս մեկ անգամ ծանոթանանք մրցող թիմերի հայտարարություններին ու սկսենք Մայնցից դարպասը պաշտպանում է Տիգրան Ավագյանը համար 33, Էրիկ Ներսիսյան համար 4, Եղամ Սարգսյան համար 7, Հայկ Մկրտչյան համար 8։ Ներսիսյան կա փոխանցումը եւ եթե այստեղ գնդակը անցրել Ադամյանից ապա վտանգավոր կլիներ, բայց հասցրեց վերջին պահին հեռացնել գնդակը Բետիսի պաշտպանը Մկրտչյան դեպի Սարգսյանը փոխանցում կատարեց, Սարգսյանն էլ բարձից նկատել է Գյուրեխյանի առաջխաղացումը, բայց փոխանցումը ուժեղ ստացվեց։ Շարունակեմ ծանոթացնել Մայնցի կազմը Դավիթ Պերիխանյանը համար 10, Նարեկ Սարգսյանը համար 11, Դավիթ Գևորգյանը համար 16, Ռաֆայել Գյուրեխյան համար 17 եւ Վարդան Հովհաննիսյան համար 22։ Արմեն Մարկարյանը պաշտպանում է Բետիսի դարպասը համար 1, Հայկ Դիլանյան համար 3, Սուրեն Հայրապետյան համար 5, Արսեն Գյուլամբարյան համար 6, Դավիթ Մուսախանյան համար 7, Ալիկ Բաղդասարյան համար 8, Դոր Գևորգյան համար 9, Վարդան Պետրոսյան համար 11, Վանիկ Պետրոսյան համար 17, Գևորգ Բադալյան համար 87 եւ Անդրանիկ Ադամյան համար 99։ Կար այո այստեղ խաղի կանոնների խախտում Դիլանյանի կողմից Համաձայն չէ մրցավարի կայացած որոշման հետ Դիլանյանը, բայց միևնույնն է հարվածը նշանակված է Տուգանային, Մայնցի օգտին։ Հիմա Արագոնեն խաղարկեցին գնդակը Մայնցի ֆուտբոլիստները, հարված էլ տեսանք նույնպես Դիլանյանը կանգնեց գնդակի ճանապարհին, Մուսախանյան զարգացնում է այստեղ արագություն ու հասավ գնդակին Դավիթ Մուսախանյանը եւ վաստակում է անկյունային հարվածի հնարավորություն, թե իրենից դուրս եկա, ոչ, անկյունային հարված է նշանակված, այո, կիրաստին այս անկյունայինը Բետիսը, Գևորգյանն է գնդակի մոտ։ Կա փոխանցումը բարձից, Հայրապետյանը փորձեց երկրորդ հարգում հարված կատարել չստացվեց, բայց գնդակը մնաց Թիմակցի մոտ Վանիկ Պետրոսյան կրոս դեպի մրցակցի Տուգանային հրապարակ լավ փոխանցում ստացվեց այստեղ Պետրոսյանի կողմից ու հարված կլինի Մայնցի դարպասից։ Ներսիսյան դեպի Հովհաննիսյանը շատ հաջող փոխանցում տեսանք, վերջինս հետ շարժվում է առաջ Աշիեզով դեպի Տուգանային հրապարակ ուղարկեց գնդակը, բայց Անդրանիկ Ադամյանը կրկին առաջինը արձագանքեց գնդակին, Հայրապետյան եւ կար խաղի կանոնների խախտում Հայրապետյանի նկատմամբ։ Ադամյանն էլ այստեղ արագորեն խաղարկում է գնդակը Վարդան Պետրոսյանի հետ, Հայրապետյան, կրկին Ադամյան Առաջին պաշտպանությունում է խաղարկում գնդակը Բետիսի ֆուտբոլիստները, հիմա դեպի Գևորգյանը փոխանցում տեսանք, բայց Գևորգյանի կատարած փոխանցումը փակվեց Հայրապետյան, հետ փոխանցում դեպի Ադամյանը։ Հիմա տեսնենք ինչ որոշում կայացնի Ադամյանը, շատ լավ նկատեց Վանիկ Պետրոսյանին, Վարդան Պետրոսյան, բարձից փոխանցում դեպի Դիլանյանը, բայց այստեղ հարվածը չստացվեց, իսկ այստեղ արդյոք չկար խաղի կանոնների խախտում, թե ոչ։ Հիմա կրկին խլում է Բետիսը գնդակը մրցակցից Մուսախանյան, միացել է գրոյին Գևորգյանը, կա փոխանցումը վտանգավոր է Գևորգյանը, հարված ու Ավագյանը այստեղ հեռացնում է գնդակը, բայց այնուամենայնիվ մրցավարը կրկին կդիտի նախորդ դրվագի կրկնապատկերը։ Դիտեց մրցավարը կրկնապատկերը, այո, ու նշանակում է 11 մետրանոց հարված Բետիսի օգտին Մայնցի դարպասի ուղղությամբ։ Կար այո նախորդ դրվագում խաղի կանոնների խախտում Դիլանյանի նկատմամբ, այո, դարպասապահ հանգրեց Դիլանյանին ու հիմա մրցավարը նշանակել է 11 մետրանոց հարված, շատ լավ հնարավորություն է իսկապես ստանում Բետիսը մեծացնելու իր առավելությունը ու հիմա տեսնենք այս ստանդարտը
Ինչպես կիրացնեն Բետիսի ֆուտբոլիստները։ Կարծես Մուսախանյանն է պատրաստվում հարված կատարելուն։ Եթե կարողանա գրավել Դավիթ Մուսախանյանը դարպաս, ապա Պոգեր կգրանցի իր անվան դիմաց 4 գնդակը կլինի այս խաղում։ Բայց նախ պետք է իրացնել 11 մետրանոցը։ Հիմա կա մրցավարի սուլիչը Մուսախանյան, Դավիթ Մուսախանյան ու անկասելի է ստացվում Մուսախանյանի հարվածը 5-2 արդեն 4 գնդակ այս խաղում ունի իր անվան դիմաց գրանցած Դավիթ Մուսախանյանը։ 5-2 արդեն եռապատկեց իր առավելությունը Բետիսը եւ հիմա արդեն պատասխանը հանդիպումից առաջ այս պայի դրությամբ եւ դեռ իհարկե այս հանդիպումն էլ ավարտված չէ, բայց 3 գնդակ կիսաեզրափակիչում ունենալ առավելություն մրցակցի նկատմամբ ամեն թիմի չէ որ հաջողվում է։ Հիմա Մայնսն է անցել գրոյի, բայց ուժեղ ստացվեց այստեղ Նարեկ Սարգսյանի կատարած փոխանցում ու հարված կլինի Մարգարյանի դարպասից Վարդան Պետրոսյան։ Իհարկե այս ֆոնի վրա պետք է փորձեն Բետիսի ֆուտբոլիստները անել հնարավորինս էլ ավելի մեծացնելու առավելությունը, իհարկե Մայնսը այդ ամենը հասկանում է, բայց հիմա սխալվում են կրկի պաշտպանությունը ու Պերիխանյանը եւս մեկ անգամ աչքի է ընկնում 5-3 Երկրորդ անգամ նույն սխալը Բետիսի պաշտպանությունում այս խաղի ընթացքում ու երկու դրվագում էլ Դավիթ Պերիխանյանը օգտվում է իրեն ընձեռնված հնարավորությունից, հանդիպանաշիվը կրկին կրճատվում է 5-3 եւ նորից երկու գնդակ է հիմա Մայնցին բաժանում հավասարությունից հաշվի մեջ Անդրանիկ Ադամյան տեսնենք ինչպեսի փոխանցում կատարի Գևորգյանն ուղարկեց գնդակը Սուրեն Հայրապետյանն է այստեղ ստանում Աշեզուն գնդակը կրկին Գևորգյան Բաղդասարյան Բայց այստեղ Հայրապետյանի առաջ խաղացումը չստացվեց Պերիխանյանը խլեց գնդակը հետո էլ առաջ ուղարկեց բայց Անդրանիկ Ադամյանը կրկին վերահսկում էր իրավիճակը Վանիկ Պետրոսյան հերո թողեց մի փոքր Պետրոսյանը իրենից գնդակը բայց Հայրապետյանն էլ այստեղ կարողանում է խլում կատարել Մուսախանյանն է ընդունել գնդակը թողեց Վարդան Պետրոսյանին կրկին Մուսախանյան Ձախ եզրով շարժվում է առաջ Բետիսի հավաքը, գտավ Գևորգյանին արձակման կենտրոնում։ Շատ լավ փոխանցում էր դեպի Մուսախանյանը, բայց Մուսախանյանի կատարած հարվածը շեղությամբ ստացվեց այս դրվագում։ Արագորեն կաղարկում են այստեղ գնդակը Մայնցի ֆուտբոլիստները, Ներսեսյանը պայծ գնդակը դաշտի սահմաններում շարժվում է առաջ Աշիեզով, Ներսեսյան կա փոխանցումը դեպի Գեգամ Սարգսյանը։ Պերիխանյան, գուցե հերվից փորձի Պերիխանյանը կա տարածություն նրա առջև Դավիթ Պերիխանյան անցավ մեկ մրցակցի հարված ու այստեղ Ադամյանն է փակում գնդակի ճանապարհը Ներսեսյան երկրորդ տեմպով է գրոհում Մայնցը բայց հիմա կարողացան խլել գնդակը Բետիսի ֆուտբոլիստները ու Վարդան Պետրոսյանն էլ զարգացեց արագություն ստացավ թիկունքից հարված ոտքին սա խաղի կանոնների խախտում էր իհարկե ոչ միտումնավոր խախտեց այստեղ խաղի կանոնները Ներսեսյանը բայց վտանգավոր հակագրոհ կասեցրեց իր թիմի դարպասին սպառնող Այո, բարդ հարված ստացավ ոտքին Վարդան Պետրոսյանը, բայց հուսանք, որ դա խոչընդոտ չի հանդիսանա ֆուտբոլիստին շարունակելու այս հանդիպումը Հայրապետյան, այո, Պետրոսյանը մնում է խաղադաշտում ու շարունակի հանդես գալ Վանիկ Պետրոսյանն այստեղ չանցավ Պետրոսյանի կատարած փոխանցում ու կրկին Մայնցը հակագրոհ է կազմակերպում Պերիխանյան թաքնված փոխանցում էր այստեղ փորձում կատարել Պերիխանյանը, բայց գնդակը չհասավ խաղընկերոջը Բաղդասարյանը լավ ազատվեց մրցակցի վերահսկողությունից Դավիթ Մուսախանյան եւ միացեց գրոհին Վանիկ Պետրոսյանին Տեսնենք ինչ որոշում կայացնի Պետրոսյանը գտավ Բաղդասարյանին պատխաղարկումն էլ փորձեցին կազմակերպել, բայց Դավիթ Պերիխանյանը Մայնցի կազմում այստեղ ավելի ճիշտ կողմնորոշվեց ու դիեց գնդակին Գյուրեգյան Մուսախանյանն հիմա էլ խլում կատարում, բայց փոխանցումը այստեղ հասցեատիրոջը չհասավ ու կրկին շարժվում է առաջ Դավիթ Պերիխանյանը գնդակով այո եւս մեկ գնդակ եթե կարողանա Մայնցը հեղինակել շատ արագորեն, ապա էլ ավելի հետաքրքիր վերջնամաս կունենանք, այստեղ գնդակը դուրս է եկել դաշտի սահմաններից, այո եւ եզիս կնետի Բետիսը, բայց մինչ այդ տեսնենք ինչ է պատահել Պերիխանյանին, հարված է ստացել կարծես ոտքին, բայց հիմա կանգնեց ոտքի ու կշարունակի այս հանդիպումը։
Եվ ինչ է կարծես մրցավարը հենց այդ դրվագում խաղի կանոնների խախտում է նշանակել, այո կար խաղի կանոնների խախտում Պերիխանյանի դեմ պայքարում եւ հիմա այս ստանդարտը տեսնենք ինչպես կիրաստի։ Մայցը հենց Պերիխանյանն էլ գնդակի մոտ է։ Գրեթե նույն տարածությունը որտեղից հարված է Անդրանիկ Ադամյանը առաջի խաղակեսում կա հիմա մրցավարի սուլիչը Դավիթ Պերիխանյան հարված, բայց պատնի վրա է ընդունում գնդակը Ներսեսյան, այստեղ չհասավ գնդակը Ներսեսյանին ու Մուսախանյանն է շարժվում առաջ։ Արգելակեց այստեղ իհարկե այլ տարբերակ փորձեց չընտրել Մուսախանյանը, Վանիկ Պետրոսյան լավն էր անցումը, լավն էր փոխանցումը, Գևորգյան պետք էր միանգամից հարված կատարել։ Վանիկ Պետրոսյան գնդակը դարպասում է 3-6։ Երեք այո բավական գեր գոլարատ կիսա եզրափակիչ ենք ականատես լինում Եվրոպա լիգայի շրջանակներում եւ սա դեռ միայն դիմակայության առաջին հանդիպումն է, որը դեռ չի ավարտվել, կա մոտավորապես 9 րոպե խաղաժամանակ այս հանդիպան ավարտին եւ մենք էլի տպված գնդակների կարող ենք ականատես լինել Մկրչյան չստացվեց այստեղ հարվածը կատարել Մկրչյանի մոտ ու Մարկայանը վերցրեց գնդակ ուժեղ հարվածով ուղարկելով առաջ բայց գնդակը բաժին հասավ այստեղ Մայնցի դարպասապահ Ավակյանին, վերջինս էլ արագորեն գնդակը նետում է Նարեկ Սարգսյանի ուղղությամբ։ Այապետյան մաքուր խլում կատարեց եւ 3-1-ի դիմաց հիմա ավելի արագ պետք է գրոյի Բետիսը Գևորգյան գնդակը դարպասում է 7-3։ 7-3 այո իսկապես հիմա արդեն խաղի վերջնամ ասում Բետիսը էլ ավելի կարողացավ մեծացնել իր առավելությունը Գևորգյանն էլ շատ լավ եզրափակեց իրեն հասցեագրված փոխանցումը ու հիմա արդեն Մայնցը հայտնվում է բավական բարդ իրավիճակում ուժեղ էր այս փոխանցումը Գյուրեգյանի համար եզրային նետում կիրացնեն Բետիսի ֆուտբոլիստները Վարդան Պետրոսյան ուղարկեց գնդակը Հայրապետյանի ուղղությամբ Վանիկ Պետրոսյան Հիմա իհարկե արդեն չեն շտապում Բետիսի ֆուտբոլիստները ունեն բավական մեծ առավելություն պատասխան հանդիպումից առաջ Մուսախանյան ու քիչ էր մնում այստեղ Մուսախանյանի կատարած հարվածը հայտնվեր դարպասում եթե այս դիրքից էլ կարողանա Մուսախանյանը հաջողության հասնել ապա կլիներ այնպես որ նա այսօր գրեթե ցանկացած իրավիճակներից հասել է հաջողության Վանիկ Պետրոսյանն հիմա խլում գնդակ ուղարկելով կրկին Մուսախանյանի ուղղությամբ ու շարժվում են առաջ Բետիսի ֆուտբոլիստները Մուսախանյան Հաչիս Դիլանյանը միացել է կատարեց փոխանցում Դիլանյան նորից Մուսախանյանի ուղղությամբ փոխանցում տեսանք բայց այստեղ Պերիխանյանը խլեց գնդակը ու զարգացնում է արագություն Պերիխանյան փոխանցումը չհասավ այստեղ Հովհաննիսյանի Պերիխանյանի կատարած ու Մարկարյանը գնդակը արագ մտցնում է խաղի մեջ Վարդան Պետրոսյան Վանիկ Պետրոսյանին ուղարկեց գնդակը շատ լավ գրոհի անցնում հիմա Բետիսը Գևորգյան նորից Վանիկ Պետրոսյան պետք է գրավել դարպասը Պետրոսյան բայց այստեղ մեն հրաշքով չհայտնվեց գնդակի հիմա Մայնցի դարպասում Խորքից փոխանցում ենք հետևում բայց Վարդան Պետրոսյանը այստեղ առաջինը արձագանքեց այդ փոխանցմանը, պայլով գնդակի իր թիմի մոտ։ Գյուրեգյանը հիմա կարողացան խլել Մայնցի ֆուտբոլիստները, բայց Գյուրեգյանի կատարած հարվածը չանցավ Ադամյանից, Սուրեն Հայրապետյան։ Գտավ Վանիկ Պետրոսյանի միջին հատվածում, ստացավ պատասխան փոխանցումը Հայրապետյանը ու շարժվում է առաջ Զախ եզրով կրկին միացել է գրոհին Վանիկ Պետրոսյանը ստացավ փոխանցում Պետրոսյան գուցե ինքն էլ եզրափակի Վանիկ Պետրոսյան ու անկասելի հարված 8-3 հիմա արդեն Բետիսը էլ ավելի է զարգացնում իր առավելությունը 11 խփված գնդակ այս խաղում եւ դեռ հանդիպում այսքանով այո վստահ եմ որ ավարտված չի լինի եւս առնվազն կարծում եմ թիվերը 1-2 գնդակ կփորձեն հեղինակել ամենայն դեպս իհարկե շատ խաղաժամանակ չի մնացել հանդիպան ավարտին 5 րոպե բայց դա բավական է այս երկու թիմերին առնվազն
Մեկական գնդակ ցանկացած խաղում հեղինակելու համար 5 րոպեն այո այս թիմերը կարող են բավական լավ օգտագործել Մուսախանյան հիմա գրոյի անցել Պետիսը բայց Մուսախանյանի փոխանցումը Փագես Ներսեսյան ու շարժվում է ինքն էլ առաջ հիմա էլ աստրես Մուսախանյանը նահանջել ու խլել գնդակը բայց տեսնենք հիմա ինչ է պատահել Ներսեսյանին Հիմա կարծես մկանն է ձգել Ներսեսյանը, այո, իսկապես չկար խաղի կանոնների խախտում Մուսախանյանի կողմից, բայց բախտան ընթացքում կարծես վնասված է ստացել Ներսեսյանը, այնուամենայնիվ կանգնեց ոտքի եւ կմնա խաղադաշտում, բայց խաղի կանոնների խախտում այս դրվագում որպես այդպեսին չարձանագրեց մրցավարը Վանիկ Պետրոսյանն է գնդակով, ուղարկում է գնդակը Սուրեն Հայրապետյանի ուղղությամբ։ Կրկին Պետրոսյան, այո, Պետրոսյանը նախորդ գոլի ժամանակ, վերջին գոլի ժամանակ, այդ մասին է խոսքս իհարկե ինքը սկսեց գրոհը ինքն էլ եզրափակեց բավական գեղեցիկ պատխաղարկումներով Հայրապետյանի ու Վարդան Պետրոսյանի հետ։ Ու հիմա եզրային նետում կտեսնենք Բետիսի ֆուտբոլիստների կատարման Վանիկ Պետրոսյան ստացավ գնդակը եւ այն ուղարկում է Անդրանիկ Ադամյանի ուղղությամբ Ադամյան Գուցե փորձի Ադամյանը անցումը ստացվեց, հարված Արադար, իսկ Մուսախանյանը այստեղ դատարկ դարպասը գրավեց 9-3 դարձնելով այս հանդիպման հաշիվը։ Երեք այո բավական վստահ առավելություն է ստանում խաղադաշտում հիմա Ռեալ Բետիսը։ Գրոհում են մայցի ֆուտբոլիստները Մկրչյան, բայց Ադամյանը այստեղ համար պայքարում կարողացավ խլել գնդակը մրցակցից ու խախտեց խաղի կանոնները։ Փորձեց արագ խաղարկել Մկրչյանը այստեղ գնդակը, բայց Հայրապետյանը դա թույլ չտվեց փակելով գնդակի ճանապարհը եւ հիմա արդեն Խաղարկում է հիմա Մկրչյանը արագորեն գնդակը Հովհաննիսյանի հետ հարվածու գնդակը հայտնվում է դարպասում 9-4 Այո Արագ ստանդարտի խաղարկումը գոլ բերեց Մայնցին այս դրվագում բայց դեռ զիջում են բավական մեծ հաշվի տարբերությամբ մրցակցին Վանիկ Պետրոսյան սկսում է Պետրոսյանը հերթական գրոններից մեկը Դիլանյան Պետրոսյան ու այստեղ հարվածը կարողացավ փակել Պետրոսյանի կատարած դարպասապա Տիգրան Ավակյանը հիմա տեսնենք ինչ է պատահել Վանիկ Պետրոսյանին միայն թե հիմա էլ Պետրոսյանը վնասված չստանա խաղադաշտում Հիմա նրան օգնություն են ցուցաբերում, տեսնենք հուսանք, որ ամեն ինչ կարգին կլինի ֆուտբոլիստի հետ եւ Վանիկ Պետրոսյանը ով հանդիսանում է Բետիսի առաջատար ֆուտբոլիստներից մեկը իհարկե կկանգնի ոտքի, այո, ոտքի կանգնեց Վանիկ Պետրոսյանը եւ կմնա խաղադաշտում վերջին րոպեներն են ընթանում հանդիպման ու տեսնենք այս գրոհը հիմա Ինչ կտա Բետիսին, Սուրեն Հայրապետյան կա փոխանցումը, բայց գնդակը դուրս եկավ այստեղ դաշտի սահմաններից ու արագորեն էլ դարպասապա Ավակյանը խաղարկում է գնդակը Պերիխանյանի հետ, բայց Մուսախանյանը կարողացավ այստեղ խլել գնդակը հետո էլ իրենից հենց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից վերջին գրոններից մեկն է փորձում սկսել Մայնցը Պերիխանյան ուժեղ հարված դեպի առաջ անցավ գնդակը Ադամյանից, բայց այստեղ
Հասցրեց Ադամյանը գնդակը հասցեակել դարպասապային ու վերջինս էլ գնդակը ուղարկում է Վարդան Պետրոսյանին, Սուրեն Հայրապետյան կրկին Վարդան Պետրոսյանն է ստանում գնդակը շարժվելով առաջ Հայրապետյան փոխեց գրո եզրը Սուրեն Հայրապետյանը շատ գեղեցիկ փոխանցմամբ Դիլանյանն էլ հարված կատարեց ու դարպասապայից գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից կտեսնենք անկյունային հարված Հիմա Վանիկ Պետրոսյանն է գնդակի մոտ, տեսնենք այս անկյունայինի խաղարկումը ինչ կտա Բետիսին, Պետրոսյան փոխանցում ու այստեղ դարպասապա հասցրեց շեղել գնդակի ճանապարհը թե ոչ, դժվարանում եմ ասել, կարծես թե ոչ, չդիպավ այլապես Սուրեն Հայրապետյան, այստեղ պարզապես չհասավ գնդակին, եթե նույնիսկ աննշան շեղել գնդակի ուղղությունը Հայրապետյանը գնդակը կհայտնվեր դարպասում, քանի որ դատարկ էր արդեն դարպասը, բայց դա տեղի չունեցավ, հիմա Եզրային նետում կիրաստի Մայնցը, Հովանիսյան խաղարկեց գնդակը Պերիխանյանի հետ, կա Ներսիսյանի տարբերակը աչ եզրից, բայց չկատարեց Պերիխանյանը փոխանցում, Մկրտչյան, կրկին Պերիխանյան, բայց չկար այստեղ խաղի կանոնների խախտում, Վարդան Պետրոսյանը մաքուր խլեց գնդակ ուղարկելով Մուսախանյանի ուղղությամբ այն, շատ լավ փոխանցում է դեպի Գևորգյանը, բայց այս փոխանցումը ուժեղ էր։ Այլապես Վարդան Պետրոսյանը շատ նպաստավոր դիտում կստանար հարվածային հնարավորություն։ Ավարտվել է հիմնական ժամանակը հանդիպման։ Դժվարանում եմ ասել որքան է ավելացել գլխավոր մրցավարը, բայց կարծում եմ մեկ առավելագույնս 2 րոպե, քանի որ ավելին ավելացնելու կարիք էլ այս պահին այս հայշվի պարագաներում չկա, միայն խփված գնդակներն են, որ առայժմ դրա կարիքը թույլ են տալիս, հիմա այստեղ չկար խաղի կանոնների խախտում, բայց գնդակը կլինի Մայնցի ֆուտբոլիստերինը, Դավիթ Պերիխանյան, դեպի առաջ փոխանցում կատարեց, բայց այստեղ կորցրեցին գնդակը Մայնցի խաղացողները ու Բետիսն էլ փորձում է սկսել երթական գրով, բայց չի հասնում, հենց այստեղ էլ հանդիպումն ավարտվում է, գոլարատ խաղում կարողացավ 9-4 հաշվով առավելության հասնել Բետիս ու պատասխան հանդիպմանը մոտնալ բավական մեծ առավելությամբ, այս հանդիպան համար նախատեսել էինք այսքանը կարճատև դադար, որից հետո արդեն կվերադառնանք ու միասին կդիտենք Մանչեսթեր Սիթին ընդդեմ Բորուսիա Մյունխեն Գլադբախի հանդիպումը։